Դա ոչ միայն վտանգավոր է հարությանը պարակտելու համար, սա ոչ միայն վտանգավոր է որպեսզի արժեքները կորեն, այլև վտանգավոր նախադեպ է ստեղծում, վաղը կարող է նույն հաջողությամբ ինչ-որ մեկին գտնել, ձեր դեմ, իմ դեմ մեկը ինչ-որ ցուցմունք տա, ասի Արտակ Սարգսյանը Կենիայում ասել է ես սենց անեմ, կպզեմ վեր կենամ, հա, ու ես հոգևոր ես ինչ եմ տարել, դրա համար իմ վրա էլի վարույց սկսեն, էլի ԱԱԾ-գը եւ այլն եւ այլն։ Այսինքն սա շատ վտանգավոր նախադեպ է ստեղծում, այո, շատ վտանգավոր նախադեպ այլակարգիչների դեմ կամ ինչ-որ մեկը, ով որ քննադատում է այսօրվա իշխանություններին նրանց դեմ։ Ամեն մեկի դեմ կապ չունի դու քաղաքական ես, դու հոգևորական ես, դու սովորական այլակարգիչ մարդ ես, դու գիտնական ես։ Եվ իհարկե այստեղ չենք կարող մենք չտեսնել հիմա եթե կա տուժվող, ոչ ոք չի կարող փորձաքննություն են, փորձաքննություն տուժվողը վրեժի համար ասատում, տուժողը իշխանության պատերն է կատարում, տուժողը ժողովրդի լեզվով ասած աչք ունի այդ աթոռի վրա, տուժվողին չեն ընտրել մի անգամ, վրեժ է պահում, բազմաթիվ պատճառներ կարող են լինել եւ ինչպես օրենքն ասում է, եթե կա մի մարդու խոսքը մյուս մարդու դեմ, նախաքննությունը կամ վարույթ վարող մարմինները պետք է դուրս գան փորձաքննության աղբյուրներից